սա հակապետական չէ։ Ձեր խոսույթի մեջ եմ լսել, բոլորի խոսույթի մեջ կա հակապետական, մեկը մյուսին, ընդ որում տարբեր ճամբարներ, մեկը մյուսին հենց հակապետականության մեջ են ուրեմն մեղադրում։ Որ դեպքում գործողությունը կարելի է համարել հակապետական, ոնց ընտրողը կողմնորոշվի, եթե երկու կողմերն էլ իրար հակապետականության մեջ են կասկածում եւ մեղադրում։ Իրենց մեղադրանքը Հայաստանի մինչեղափոխական անցյալի ձևական է, հիմք չունի տակը, մերը հիմնավորված է եւ ինչ կոնցեպցիայով է հնարավոր տարանջատել հակապես սուվերենիտետի հայեցակարգը։ Վերցնում եք սուվերենիտետի հայեցակարգը, տեսնում եք ով է սուվերենիտետի դեմ խոսում, ով է դա շրջանցում։ Հայաստանի մինչեղափոխական անցյալի գլխավոր դերակատարները սուվերենիտետի գաղափարը շրջանցում են, ամեն ինչ քննում են ազգայինով, հայոցով, եւ մարդիկ կան, որոնք բառաչում են նյութենական պետություն, մարդիկ կան, որոնք դեմ չեն դրան։ Սա սուվերենիտետին հակասող գաղափար է։ Հետևաբար սա դառնում է հակապետական, ուրիշ չափման միավոր չկա։ Եթե մեր ժողովուրդը ուզում է բարձել որն է հակապետական, պետական շահը դնում եք, սուվերենիտետի գաղափարը դնում եք, դուք հասկանում եք, որ սա հակապետական է, այդ ոսպնյակով նայում եք, երևում է։ Այս մարդը ինքնիշխանությանը դեմ է, շրջանցում է ինքնիշխանությունը։ Հետևաբար սա, կարծեմ, սա է գլխավոր պայմանը կամ հիմքը, որով կարելի է տարանջատել։ Եվրոմիությունը սուվերեն ինքնիշխան պետությունների միություն է։ Իրենց բստրած միութենական պետությունը, դա պետություն է կոչվում, չէ՞։ Դա չի կոչվում պետությունների միություն։ Դա կոչվում պետություն, այսինքն այնտեղ մի հատ սուվերեն կա։ Մնացածը սյուզերեն են, ենթակա են դրան։ Իրենց այդ պարզապես ռուսները ձևական բաներ են ասում, ձևով չջոգես, որ դա պետություն է։ Եվրոպական միությունը Հիմա իրենց ասածը նայեք, էլի ազգային անվտանգության փիլիսոփայության մեջ է։ Իրենց մոդելը ազգային անվտանգության հետևյալն է, բանաձևը։ Ճորտությունը որպես ազգային անվտանգության ապահովման մոդել։ Սա է ազգային անվտանգության ես մտածողությունը։ Իսկ դրա համար ինչ եմ ասում, պետական անվտանգություն պետք է լինի։ Պետական անվտանգությունը արգելում է այս մտածողությունը։ Ազգային անվտանգություն թույլատրում է, էլի գնում ես էթնո անվտանգություն։ Իրենք տեսեք ոնց է, իրենց ասածները պետք է ստուգենք, իրենք որ ասում են, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ասածն է, եկեք հանձնվենք, քանի չենք պարտվել։ Այդ տրամաբանության մեջ է իրենց ասած։ 90-ականներ այդ մարդը տրամաբանության մեջ է մտածում։ Հիմա ստուգենք իրենց ասածը։ Հայաստանի հետ ինչ է պատահել, մեկ կարող են ասել։ Իրենք անընդհատ գուժում են վատթարագույն սցենարներ Հայաստանի համար։ Հիմա եկեք ստուգենք իրեն։ Ցանկացած բան պետք է պրակտիկայով ստուգել, ոչ թե ասեք գնաք տուն, պրակտիկայով ստուգում եք։ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է խաղաղեցնել Ադրբեջանը, ինչքանով որ հնարավոր է եղել։ Բայց խաղաղված է, չէ՞։ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է գերտերություններ, այո, բերել այստեղ։ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է իր կապուղիները միջազգային կապուղիների մաս դարձնել։ Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունի, այսինքն ինչով է հիմա Հայաստանի համար վտանգավոր։ Բայց իրենց արգումենտը ձևական է։ Քանի որ տենց կա հիպոթետիկ բան, թուրքական վտանգ, դա իրենց դա մեր ռուսական կողմնորոշմամբ քաղաքական ուժերի մտածողությունն է։ Երբ որ դուք որոնում եք որոշակի երկ անվտանգ լինելու, ձեր անվտանգությունը ապահովելու, անպայմանորեն մեղադրում եք թուրքամետության մեջ։ Անպայմանորեն Թուրքիայի լեշը կողից հանում են, բա Թուրքիան։ Ուր է Թուրքիա, կարող մտից ցույց տալ։ Թուրքիային դուք եք հրահրում։ Դուք եք հրահրում Թուրքիայի Հայաստանի վրա, որպեսզի բղավեք ճորտություն։ Ձեր ասածը դա է, դուք հայոյում եք Թուրքիա, հրահրում եք Թուրքիայի ագրեսիան Հայաստանի վրա, որպեսզի հիմնավորեք ձեր ճորտությունը։ Թե չէ իրականում Թուրքիայի սպառնալիքը այնքան չի, ինչքան դուք ներկայացնում եք։ Հետևաբար այդ մոդելը հասկանալի չի։ Եկեք հանձնվենք, որ չհանձնվենք, որը մեկը կարող է սա բացատրել։ Եկեք ինքնիշխանությունից հրաժարվենք, որ ինքնիշխանությունից չհրաժարվենք։ Իրենց ասածը դա է։ Որ պահպանենք ինքնիշխանությունը։ Այո, որ պահպանենք ինքնիշխանությունը։ Դա ինչ բացատրություն է։ Այսինքն իրենց ասածը տավտալոգիա, իրենց ասածի մեջ լրիվ հակասություն կա։ Բայց նպատակները ո՞րն է, փորացավ ունեն այդ մարդիկ, այդ մարդկանց նպատակը ազգային անվտանգությունն է։ Ազգային անվտանգություն իրենց իրաց պետության մեջ, որն է Հայաստանը չի։ Իրենց իրաց պետությունը Ազգային պետական անվտանգությունը, որի մեջ հասկանանք նաև ազգային անվտանգությունը, որի մեջ նոր ձևակերպում է ազգային պետական անվտանգություն։ Ոչ, չէ, գծիկով, մծիկով, էդի սովետական բան է, սոցիալ քաղաքական, չէ, ամեն ինչ առանձին է, պետական անվտանգությունը։
մի բաղադրիչ չունի, ոչ էլ կա հիմնասյուն, որի վրա պետք է կանգնես, հետո դրա վրա կառուցես ամբողջը։ Դա համալիր կոմպլեքս փաստաթուղթ է, փիլիսոփայություն է, որտեղ գիտեք ոնց է, եթե մենք մեկը վերցնենք հիմք, կարող է այդ մեկով սխալվենք։ Պետական անվտանգությունը ինչ է։ Դա պետության հավաքական պոտենցիալն է։ Ինչքան է հավաքական պոտենցիալը, որի մեջ մտնում է տարբեր բաներ։ Դրա մեջ մտնում է տնտեսությունը, տնտեսական անվտանգությունը պետության, դրա մեջ մտնում է պաշտպանական ռազմական անվտանգությունը, դրա մեջ մտնում է պետության արտաքին քաղաքականությունը, որը նաև հասկանալի պետք է լինի, որի մեջ մենք պնդում ենք, որ բալանսի քաղաքականությունը մեծ նշանակություն ունի, կողմնորոշումների օրիենտացիաների մտածողությունը պետական անվտանգությանը վնաս է։ Մենք վստահ ենք, որ նաև արտաքին աշխարհի ցանկությունն է, որ մենք վարենք բալանսի քաղաքականություն, թե չէ մենք արտաքին աշխարհին զզվացրել ենք 200 տարի հայությունը մի հատ հարց գրկում է, գնում է Ամերիկան ասում է լուծի այս հարցը։ Կողմնորոշումների քաղաքականությունը, մեզնից երևի զզվել են մեր հարցերով, Վիլսոն գնանք բերենք, Սևեր գնանք բերենք, ռուսական բարենորոգումներ, թուղթը գրեն տանձերներից, գնանք կախվենք դրանից։ Ես ենթադրում եմ, ինչի է նաև օրինակ արտաքին աշխարհից այսպիսի աջակցություն կա, որտեղ Հայաստանը վարում է բալանսի քաղաքականություն։ Այսինքն ինքը կոմպլեքս մշակութային անվտանգություն կա, հոգևոր անվտանգություն կա, ինչը մենք լավ չենք հասկանում։ Օրինակ հիմա մենք ունենք հոգևոր անվտանգության խնդիր, թե չէ։ Հիմա տեսեք զռոց կա, այս կաթողիկոսի հետ կապված, բայց նայեք մեր եկեղեցին, մեր ժողովրդի հոգևոր մշակութային անվտանգության կենտրոնն է։ Հիմա սա մենք ուզում ենք հոգևոր անվտանգությունը ապահովենք, սա զռոց կա, սրան չես կարա հանես, սրան չես կարա հանես։ Դա էլ է մեր եկեղեցին, նաև նայեք, հավանաբար իշխանության երկրորդ ճյուղ է։ Եվ Ռուսաստանը այդպես չընկալենք, բայց այդպիսի ձևական նշանակություն ունի։ Մեր պետության մեջ իշխանության երկրորդ թև է ինքը իրականում։ Եվ Ռուսաստանը այս երկրորդ թևի հետ աշխատում է մեր դեմ։ Այսինքն ինքը պետական անվտանգությունը կոմպլեքս փաստաթուղթ է, որտեղ էլի եմ ասում, գլխավորը պիտի լինի սուվերենիտետի գաղափարը, կոնցեպտ։ Մեր պատմագրությունը սուվերենիտետի հայեցակարգով չի գրված։ Գրած է հայոցի։ Օրինակ հիմա ես բոլորին հարց եմ տալիս, մեր պատմաբան ով ուզում է լինի։ Դուք կարող եք ինձ բացատրել ինչ է նշանակում խորհրդայնացում։ Դա ինչ բառ է։ Այսինքն պետությունը բառը սարքել կպցել են մեր վրա։ Մենք էլ կրկնում ենք տափակ։ Ինչ է նշանակում ես խորհրդայնացել եմ։ Կարող ասեք։ Այսինքն կարմրեցի ես, ինչ եղավ ինձ հետ։ Բարձվում է սուվերեն պետությունը հանձնել են։ Պետությունը ինքնիշխանությունը կորցրել է։ Հիմա ես բոլորին հարց եմ տալիս։ Խորհրդայնացումը թե պետության օկուպացիա։ Եթե հայոց պատմությամբ եք նայում, ազգային անվտանգությամբ խորհրդայնացում է։ Եթե նայում եք Հայաստանի պատմության կոնցեպցիայով, ապա օկուպացիա է։ Օկուպացիայի արդյունքում խորհրդայնացում։ Չէ, ինչ է նշանակում պետությունը խորհրդայնացավ։ Պետություն չի կարող խորհրդայնանալ։ Պետությունը սուվերենիտետը կորցրել է։ Սա լեզվաբանության մեջ իզիս լավ գիտեք։ Նվազասույթ է, էֆեմիզմ է։ Երևույթները մեղմացնելու ձև է, ասեք գողանալու փոխարեն ասում վերցրել։ Չեմ գողացել, վերցրել եմ։ Այսինքն երևույթը մեղմացել են եւ տերմին են կպցրել, ծախել են մեր վրա։ Ազգային անվտանգության տեսանկյունից խորհրդայնացումը, պետական անվտանգության տեսանկյունից փիլիսոփայության տեսանկյունից, սա պետության օկուպացիա։ Բայց քաղաքական տեսակետից էլ է օկուպացիա, դա ոչ միայն այո, բայց դա չի գրած հայոց պատմության մեջ օկուպացիա բառ դուք չեք կարող գտնել։ Չկա այդպես գիրք, որտեղ գրած է օկուպացիա, իսկ խորհրդայնացում կգտնեք։ Բոլոր գրած է այդտեղ։ Բաց թողում է։ Չէ, պատմագրության կոնցեպցիայի խնդիր կա։ Մեր պատմագրությունը սուվերենիտետի հայեցակարգով չի գրած։ Պետք է շտկվի դա։ Այո, եւ պիտի շտկվի։ Դրա համար շատ բաներ կա, որ պետք է փոխվի։ Դա համար է այդ ողորնոցը, ինչի Հայաստանի պատմություն, ինչի հայոց պատմություն, շատ ուրիշ բաներ։ Նույնը էլ եմ ասում, մեր ամեն ինչը ցավալի է կամ կարող է մեզ հատուկ է դա։ Ամեն ինչ գրված է էթնո անվտանգության տեսանկյունից, էթնո մշակույթի տեսանկյունից, որը կարևոր է, բայց դրա վերևում կա թագը, դա պետությունն է։ Պետության անվտանգության տեսանկյունից մտածելը, սուվերենիտետի հայեցակարգը մեր միջից հանած է։ Ինչպես հանած է այն մի հատվածի համար որ սուվերենիտետը կարևոր չի։ Ձևականորեն երբեմն օգտագործում ենք, որ լրիվ չասեն հակապետական ենք, բայց իրականում այդ մարդիկ սուվերենիտետի հայեցակարգը մերժում են։